Ավելի վատ չի հրաժարվում, պարզապես շարունակաբար ձգձգում է։ Տեսեք, նախ մենք իհարկե դիմել ենք Ռուսաստանի մեր գործընկերներին եւ քաղաքական առումով կարծես թե ունենք դրական արձագանք, բայց այստեղ կա մի շատ կարևոր գործնական խնդիր, որի մասին շնորհակալ եմ հարցի համար եւ պիտի այդ դրա մասին պատեհ է որ խոսեմ, որովհետեւ տեսեք, նույն տարածաշրջանային կոմունիկացիաներում մենք ինչ խնդիր ունենք։ Ակնհայտ է, որ երկաթուղին Զանգելանից մտնելու է Մեղրի, Մեղրիից մտնելու է Նախճեվան, այսինքն Օրդուբադ եւ այլն։ Միջազգային կոնտեքստում շատ կարեւոր է, թե ինչպես է շարունակվելու այդ երկաթուղը։ Հիմա կան մրցակցող երկու տարբերակներ։ Դուք գիտեք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հայտարարել են Կարս Դիլիջու, այսինքն Կարսից Նախճեվան նոր երկաթուղի կառուցելու նախագիծ եւ բնականաբար մենք ակնկալում ենք, որ երթուղին միջազգային գործի երասխ ախուրիկ ճանապարհի երթով որտեղ կա գործող երկաթուղի, որովհետեւ երասխի հատվածում ընդամենը մի քանի կիլոմետր է պակասում երկաթուղային ռելսերը, իսկ ախուրիկում ավելի կարճ, դա արդեն Թուրքիայի սահմանն է։ Եվ հիմա մենք պետք է կենտրոնանանք մեր մրցակցային առավելությունների վրա։ Այստեղ մենք տեսնում ենք, որ միջազգային համատեքստում այն փաստը, որ երկաթուղու այդ հատվածը գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո, օգտագործվում է Կարս Դիլիջու երթուղին ավելի նպաստավոր ներկայացնելու համար եւ սա մեզ համար խնդիր է, որովհետեւ ստացվում է, որ մենք մեր մրցակցային առավելությունները այն պարագայում, երբ որ մենք ունենք պատրաստի երկաթուղի, իհարկե այդ երկաթուղին ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար մի քանի 100 միլիոն դոլարի լրացուցիչներ դրում պետք կլինի, ուզում եմ հասկանալի լինի, զուտ փոքր բացակայող հատվածները վերականգնելը առանձնապես մեծ խնդիր չի, ոչ ֆինանսական, ոչ տեխնիկական առումով, բայց պետք է այդ երկաթուղու արագությունը մենք անպայման ապահովենք։ Հիմա տեսեք, մենք շատ հարգանքով, սիրով մեր ռուսաստանյան գործընկերներին, բայց փաստն այն է, որ միջազգային լարված համատեքստի պատճառով մենք այն փաստի բերումով, որ մեր երկաթուղին, որը մեր սեփականությունն է, սա շատ կարևոր է, գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, մենք այստեղ մեր մրցակցային առավելությունը զգում ենք, որ կորցնում ենք, եւ այստեղ մենք պետքա մտածենք ինչ պետքա անենք, որովհետեւ սա մի տարվա, 2 տարվա, 3 տարվա, 4 տարվա հարց չի։ Ինչ պիտի անեք այդ մասին։ Մենք պետքա լուծում գտնենք։ Մենք պետքա լուծում գտնենք եւ այդ լուծումը պետքա գտնենք բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ, որովհետեւ էլի եմ ասում, նախ այսօր մենք ցավոք տեսնում ենք եւ ինֆորմացիաներ են պատտվում, որ անընդհատ տարբեր տեղերում էս փաստը, որ դա ներկայացվում է որպես ռուսական ուղի, բայց եւ դրա համար զրոյից պատկերացնում եք մի քանի միլիարդ դոլարի ներդրում է արվում Կարս Դիլիջու երկաթգիծը կառուցելու համար։ Եվ ես ճիշտն ասած մեր գործընկերներին այս հարցը ուղիղ տվել եմ եւ Թուրքիայի նախագահին եւ Ադրբեջանի նախագահի հետ ոչ այդքան մանրամասն։ Ես ասել եմ, տեսեք, մենք գնում ենք կարգավոր, մենք գնում ենք խաղաղության, այսինքն մենք արդեն խաղաղության պայմաններում ենք եւ Հայաստանով անցնում է երկաթուղին։ Ինչու է մի քանի միլիարդ դոլար ծախսում ստեղծելու համար մի բան, որը արդեն իսկ գոյություն ունի։ Իհարկե այդ հարցին դիվանագիտական լռությունով են պատասխանել, բայց նաև հիմա շատ քննարկումներ միջազգային մամուլը, միջազգային փորձագիտական համայնքի վերլուծությունները տեսնելով մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է եւ մենք պետք է հասկանանք ինչ լուծումներ ունենք այսպես, որովհետեւ ելի եմ ասում, խոսքը Հայաստանի
ռազմավարական երկարատև շահերի մասին է եւ մեր բոլոր բարեկամ երկրները պետքա շահագրգռված լինեն, որ մեր շահերը սպասարկվեն եւ ոչ թե հակառակը մեր շահերը հայտնվեն փակուղու մեջ։ Ռուսաստանի հետ կապված մեկ այլ հարց, պարոն վարչապետ, փոխվարչապետ Օվերչուկը հայտարարություն էր անում, որ Բրյուսելից եկող ազդակները խոսում են այն մասին, որ Եվրամիությունը տնտեսական միավորից վերածվում է ռազմաքաղաքական կառույցի եւ ասում էր, արդյոք Հայաստանը պատրաստ է մաս դառնալ մի միության, որը իր բառերով ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ եւ ասում էր հայերն էլ վաղ թե ուշ այս հարցը պետք է իրենց տան։ Ես հիմա ձեզ եմ տալիս։ Գիտեք, ես ուզում եմ դες հետ կիսել եւ հանրության հետ կիսել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերաբերյալ մեր ռազմավարական պատկերացումները։ Մենք բոլոր տեղերում մեր բոլոր գործընկերների հետ կիսում ենք հետեւյալ միտքը, որ Ռուսաստանին, Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա եւ չի լինելու մեր օրակարգում։ Դա բացառված է։ Որևէ մեկը մեզ չի կարողանալու, եթե նույնիսկ փորձի, մինչև հիմա փորձեր չեն եղել, բայց որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Եվ նաև մենք ռուսաստանցի մեր գործընկերներին ենք ասում ենք, գիտեք, մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք ձեզ հետ այսպես վիճաբանության լեզվակռվի մեջ չենք մտնելու, որովհետև մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որը մենք ունենք։ Ես ձեզ այո, միջպետական, բայց անձնական մակարդակը նույնպես պակաս կարևոր չէ այս կոնտեքստում։ Ես շատ ուղիղ եւ ջերմ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ շատ ջերմ եւ ուղիղ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայել Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է։ Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց լինում են բայց մենք միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի։ Եվ մենք հարց ենք տալիս Ռուսաստանի մեր գործընկերներին։ Արդյոք այս տրամաբանությունը կամ դուք քննադատությունն եք այս տրամաբանության։ Ասում ենք մենք երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան։ Եվ սա լինելու է մեր ռազմավարությունը։ Այստեղ մենք հասկանում ենք, որ կարող են որոշակի հատումներ լինել, բայց մենք չենք կարող ասել, գիտեք ինչ, մենք գործում ենք ի հեճուկս Հայաստանի շահերի եւ հանուն ոչ միայն Ռուսաստանի, ցանկացած այլ երկրի շահերի։ Դա անդրամաբանական կլինի, որևէ մի երկիր այսպես չի գործի։ Այո, կարող են որոշակի նաեւ խնդիրներ եւ հատումներ առաջանալ, բայց ես ուզում եմ ձեզ բերել հենց նույն օգոստոսի 8-ի օրինակը, որտեղ օգոստոսի 8-ից հետո պարզա որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների շրջանում կային որոշակի հարցեր եւ ես այդ հարցերին հաճույքով են առումով որ մենք միշտ բաց ենք խոսակցության։ Այսքան մտահոգություններ կային։ Այո, իհարկե, բնականաբար դա արտահայտվում էր փորձագիտական շրջանում, մամուլում։ Ես ասում եի մեր ռուսաստանցի գործընկերների ուշադրությունը հրավիրեցին մի փաստի վրա։ Մենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել ենք այն բովանդակությունը, որը մենք նախորդիվ 5 տարիների ընթացքում առաջինն ու 5-ից մի քիչ առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե, այնտեղ Թրամփի ուղի չկար, բայց մենք 5 բառ ենք ուզել ընդամեն 5 բառ։ Այդ բառերն են եղել տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Մենք ասել ենք դրեք այս 5 բառը թղթի մեջ եւ ես ցանկացած պահի պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել։ Եվ իմ ասածի մեջ ոչ մի չափազանցություն չկա։ Եվ սա շատ կոնկրետ օրինակ է, որ մենք չենք գործել երբեք Ռուսաստանի դեմ եւ չենք գործելու, բայց մենք բնականաբար կներեք Հայաստանի դեմ չենք կարող գործել։ Եվ մենք միշտ պետքա գործենք Հայաստանի շահերին համապատասխան
եւ մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու եւ պետք չի պարզավոր, գիտեք, օրակարգերում միշտ էլ լինում են լարումներ, քննարկումներ, հետագա մենք միշտ քննարկելու ենք, բայց մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու, մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չենք ստեղծելու, բայց մենք գնալու ենք մեր շահերի հետևից։ Հասկանալի է, մի քանի ներքաղաքական հարցերի անդրադառնանք, պարոն վարչապետ,